Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Վահագն Խաչատուրյանը ևս ընդունել է Սերգեյ Լավրովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների բազմաշերտ գործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ, ընդգծելով կայուն եւ տևական խաղաղության հաստատման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ երկու երկրների գործակցությունը պետք է զարգանա փոխշահավետության, փոխադարձարգանքի ու վստահության սկզբունքների հիման վրա։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է եւ Միացյալ Նահանգները փորձում են կանխել, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով Վաշինգտոնը փորձում է կանխել զինված միջամտությունը եւ զբաղվում է նաեւ Ադրբեջանում բանտարկյալների ու մարդու իրավունքների պահպանման հետ կապված հարցերով։ Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Ռուբեն Պապյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար։ Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, գումարի դիմաց պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 32 տարեկան։ Նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստում։ Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի եւ Օմանի քաղաքացիների, նաեւ մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցողների համար հանվում է Հայաստանի մուտքի արտոնագրերի պահանջը։ Նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստում։ Այս փոփոխությունը հիմնավորվում է տնտեսական նկատառումներով, ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանի Հանրապետությունը միանում է խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին։ Դաշինքին անդամակցությունը կդառնա լայն հնարավորություն իրականացնելու ծառայույցի եւ այլ կատվազգիների պահպանման գործողությունների ծրագրի կիրառելու նոր մոտեցումներ, նաեւ նպաստելու երկրի կենթանական աշխարհի հազվագյուտ եւ արժեքավոր տեսակների պահպանմանը եւ թվաքանակի ավելացմանը։ Ցավոք, ռուսաստանցիները հրադադարի մասին ազդանշաններ չեն տալիս եւ նրանք դեռ պատրաստ չեն պատերազմն ավարտել, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Այսպիսով ճնշման մեր բոլոր ձևերը, գործընկերների հետ մեր ամբողջ աշխատանքը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար այն է, ինչ խիստ անհրաժեշտ է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցում են Ուկրաինային, նշել է Զելենսկին։ ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Լեհաստանին խոշոր խմբականակով բարձր ճշգրտության կառավարվող ռումբերի վաճառքին։ Լեհաստանի իշխանությունները հայտ են ներկայացրել ընդհանուր 180 միլիոն դոլարի 1400 ռումբ, նաև սպառվող նյութեր, պահեստամասեր, բաղադրիչներ եւ դրանց հետ կապված սարքավորումներ գնելու համար։ Իսրայելական ուժերը կրակ են բացել Օրդանան գետի արևմտյան ափում գտնվող Ջենին ուղևորվող տարերկրյա դիվանագետների ավտոշարասյան վրա։ Դեպքից հետո, երբ պարզ է դարձել, որ այդ անձինք դիվանագիտական պատվիրակության կազմում են բրիգադային գեներալ Յակի Դոլֆը, անմիջապես վերանայել է միջադեպը։ Հանձնարարվել է նաև բանակցություններ վարել դիվանագետների եւ պատվիրակություն ուղարկված երկրների ներկայացուցիչների հետ։ Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է կրակոցները եւ կոչ արել հետաքննել միջադեպը։